Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Երևանի համար, Հայաստանն առանցքային ուշադրություն է դարձնում իր պաշտպանական հատվածի բարեփոխմանը։ Այս մասին հնդկական ԲԱԵՆ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, շեշտելով Հայաստանի բանակի բարեփոխումները որևէ երրորդ երկրի դեմ չեն։ Միրզոյանն ասել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են պաշտպանական գործակցությունը։ Հնդկաստանը դարձել է Հայաստանին ռազմական տեխնիկայի հիմնական մատակարար։ Մենք գտնվում ենք մեր պաշտպանական հատվածի բարեփոխման, մեր բանակի արդիականացման փուլում, եւ այստեղ հնդկական փորձը որոշ կոնկրետ ոլորտներում, նաեւ Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ հետաքրքրում են։ Հնդկաստանից գնումներն ուղղված են միայն Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխմանը։ Պաշտպանությունը այն ուղղություններից է, որտեղ մենք շատ սերտ գործակցում ենք Հնդկաստանի հետ։ Հայաստանի արտգործնախարարը միաժամանակ ընդգծել է Հայաստանն ունի խաղաղության օրակարգ բանակցություններ է վարում արևելյան հարևանի հետ։ Ուստի կենտրոնացած է խաղաղության եւ կայունության հաստատման եւ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վրա։ Անդրադառնալով հայ-հնդկական ռազմական գործակցության վերաբերյալ Ադրբեջանի հնչեցրած դիրքորոշմանն ու տարբեր ձևակերպումներով փաթեթավորված արձագանքին, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կրկին ընդգծել է. Հայաստանի մտադրությունը միայն սեփական պաշտպանունակության արդիականացումն է։ Հնդկաստանից տեխնիկայի ձեռքբերման նպատակը ավելի լավ պաշտպանական կարողություններով բանակ ունենալն է։ Հայաստանը որևէ երրորդ երկրի դեմ ագրեսիայի որևէ մտադրություն չունի։ Հայաստանի արտգործնախարարը խոսել է նաև Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորության մասին։ Միրզոյանն ասել է, որ Երևանն անում է ամեն հնարավորը իր լոգիստիկ երթուղիներն ունենալու կամ խթանելու համաշխարհային տարանցիկ երթուղիների մաս դառնալու համար։ Մենք հանդես ենք եկել մեր խաղաղության խաչմերուկ նախաձեռնությամբ, բայց այն դուրս է գալիս Հարավային Կովկասից, հատկապես հաշվի առնելով, որ եթե այն իրականացվի, այս նախագիծը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հարավային Կովկասի 3 երկրների վրա։ Մենք շահագրգռված ենք նոր տարանցիկ երթուղիների ուսումնասիրությամբ, ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրական մալուխները, ինտերնետ մալուխները եւ այլն։ Դա իրականացնելու համար առաջին հերթին պետք է կենտրոնանալ մեր հարևանների հետ բանակցությունների վրա, նկատի ունեմ Ադրբեջանին։ Մենք հավատում ենք երկու երկրների համար փոխշահավետ առաջարկին, բայց եւ շարունակում ենք բանակցությունները մեր սահմանների բացման եւ Հայաստանը Թուրքիայի հետ կապող երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման վերաբերյալ։ Հնդկաստանի եւ Հայաստանի միջև ռազմական գործակցությունը նոր չէ, բայց այն ավելի ամուր հիմքերի վրա դրվեց 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ Այսօր արդեն պայմանավորված տարածաշրջանային անվտանգային նոր մարտահրավերներով եւ Հայաստանի պաշտպանության ուժերի զարգացմամբ Հնդկաստանը մեր երկրին տրամադրում է տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում հրետանային համակարգեր, բեռնատարներ, օդանավեր, ռազմական տեխնոլոգիաներ, նաեւ այլ ռազմարդյունաբերական արտադրանքներ։ 2021-ից սկսած Հայաստանի ներկայացուցիչները հաճախ մասնակցում են հնդկական ռազմական վարժանքներին։ Ի դեպ, Երևանը եւ Դելին նաեւ համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարի եւ տեղեկատվության փոխանակման ոլորտներում։ Հայաստանը շարունակում է աշխատել Հնդկաստանի հետ նորագույն պաշտպանական տեխնոլոգիաների կիրառման եւ զարգացման վրա։ Այժմ երկու երկրները ծրագրում են կյանքի կոչել նոր զինատեսակների մշակման եւ համատեղ արտադրության վերաբերյալ գործակցությունը։ Այդ շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն սպառազինությանը, այլև տեղեկատվական եւ դիվանագիտական գործարքներին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։